Ողջույն, խոսելու ենք Էջմիածնի վաղաշաբաթ խոշորացված համայնքի ընտրությունների մասին եւ դեպք հիշում եք, որ Գյումրիից հետո ես ասում եի, որ պետք չէ Գյումրիի օրինակը փորձել կիրառել Էջմիածնում վաղաշաբաթում, որովհետեւ այն չի գործելու եւ Նիկոլ Փաշինյանը դասեր է քաղել։ Հիմա ուզում եմ բացատրել ձեզ, թե ինչ է արել Նիկոլ Փաշինյանը, ինչպիսի դասեր է քաղել։ Ուրեմն Գյումրիի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը համոզելվել է կամ համոզել են, լավ, վաղաշաբաթի իր թիմակիցները Ես լսել եի, որ Արագիշտի Մեխակյանը դասեր է քաղել Սարիկի փորձից, Սարիկ Մինասյանի փորձից եւ փորձում է իր ընտրությունները կազմակերպել այնպես, որ լինի մեծամասնական ընտրակարգի ապաքաղաքական համատեքստում։ Ինչ է դա նշանակում։ Որ պետք է ընտրությունները չքաղաքականացնել, չգան ԿՊ-ից ելույթներ ունենան, Նիկոլ Փաշինյանը չգա ելույթ ունենա, քաղաքացիական պայմանագրի այդ դոզան նվազեցվի եւ լինի որ ժողովուրդ ջան ես ձեր գյուղի ես ձեր քաղաքի ես ձեր այս տարածքի ես ձեր հողուճերի տղեն եմ ինձ ընտրեք ես լավ տղա եմ մի նայեք ընդեղով ա Նիկոլը եւ այլն սա հին հանրապետական մեթոդաբանությունն է սրա մասին մենք կխոսենք բայց ամենաառաջի բանը որ Նիկոլ Փաշինյանը արել է ընտրությունների հետ կապված դա gerrymandering-ն է սա Միացյալ Նահանգներում է այս փորձը կիրառվել, երբ որ ընտրական տարածքները կտրտվում են եւ միացվում տարբեր տեղերի, որպեսզի որևէ ուժի տեխնացուին նախապատվություն տրվի նրա հնարավորությունները մեծանան։ Ուրեմն ընտրություններից առաջ ինչ է արվում։ Վաղաշաբաթ համայնքը խոշորացվում է Խոյ համայնքի հետ։ Այսինքն սկզբից ընտրական քարտեզ է որոշում Նիկոլ Փաշինյանը, թե ինչպիսին է լինելու ընտրական քարտեզ։ Ուրեմն նայում ենք Խոյ խոշորացված համայնք։ Բնակչությունը 32359 Համայնքի մեջ են մտնում նախկին գյուղեր, պատկերացրեք որ նախկինում դրանք գյուղեր են եղել, էլի, հիմա նայենք։ Աղավնատուն գյուղ, Ամբերդ գյուղ, Այգեշատ գյուղ, Արագած գյուղ, Արշալույս գյուղ, Դաշտ գյուղ, Դողս գյուղ, Լեռնամերձ գյուղ, Ծաղկալանջ գյուղ, Ծաղկունք գյուղ, Ծիածան գյուղ, Հայթաղ գյուղ, Հովտամեջ գյուղ, Մոնթեավան գյուղ, Մրգատան գյուղ, Շահումյան գյուղ Եվ թվով 16 գյուղ, այսինքն թվով 16 բնակավայր Նիկոլ Փաշինյանը սկզբից միացնում է Էջմիածին ընտրական էլեկտորալ քարտեզին 16 գյուղ։ Հետո միացնում է նաև Ոսկեհատ է, որքան հասկանում եմ երկու բնակավայրել են տեղ, այսինքն անում է 18։ Ընտրական տեղամասերը 47-ն են։ 47 ընտրական տեղամասերից 24-ն են Էջմիածին քաղաքում, հենց կոնկրետ վաղաշաբաթում։ Մնացած, այսինքն դոմինանտ մնացած ավելի շատ տեղամասերը գյուղերում են։ Ով է Արագիշտի Մեխակյանը։ Խոյ խոշորացված համայնքի ղեկավար 2021 թվականից։ Ով է նշանակել այս բոլոր իմ թվարկած գյուղերի լիազոր ներկայացուցիչներին, այսինքն գյուղապետը, հիմա գիտեք գյուղապետը, ընդհանրապես բնակավայրի ղեկավարը ինքը չի ընտրվում, ինքը նշանակում է խոշորացված համայնքի ղեկավարը նշանակում է այդ մարդը աշխատում է։ Հիմա այս մարդիկ, այս մարդկանց մի մասը, գերակշռող մասը ներգրավում են ավական ու ցուցակի կազմում, յուրաքանչյուրն իր գյուղում ասում է ինձ ես ընտրում, ինչ Նիկոլ, ինձ պետք է ընտրես։ Ես լավ տղա եմ, ինձ հարգում եք, այսքան գործ արել եմ, կառավարությունից փողը բերել եմ, էսա եմ, այնա եմ, համայնքի խոշորացած համայնքը, բան ժողովուրդն ասում է, այ ախպեր ջան, հա ցավը տե տանեմ, բան, եւ այդտեղ սկսում են մեծ էլեկտորալ ռեսուրս գեներացնել եւ ընտրող բերել, այսինքն ընտրողին բերել տեղամաս, որը իրանց ընտրողն է։ Եվ հաջորդ բան, այսինքն առաջի բանը արձանագրում է որ Նիկոլ Փաշինյանը փոխում է ընտրական քարտեզը եւ միացնում է գյուղեր, այսինքն քարտեզի հիման վրա որոշվում է տեխնացու։ Սկիզբ քարտեզն են որոշում, որ այս քարտեզով են գանում, այս քարտեզում ով է ուժեղ, այս տեխնացուն, որտեղ Խոյ համայնքի ղեկավարն է, բերում են դարձնում են Խոյ համայնքի ղեկավարին Էջմիածինում ԺՊ։ Այսինքն Վաղաշաբաթ քաղաքում դառնում է ինքը ԺՊ եւ շատ հանգիստ սկսում է քարոզարշավ իրականացնել։ Այսինքն իր ձեռքում է Վաղաշաբաթի ռեսուրսները եւ 18 բնակավայրերի ռեսուրսները նրանց լիազոր ներկայացուցիչներով, ովքեր ներգրավում են ավականիում։ Հաջորդ կոնցեպտը, ինչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Պարզայելի ատամները կրճտացրել է, բայց հանուն հաղթանակի արել է։ Նայեք։ Ցույց եմ ձեզ տալիս Սարիկ Մինասյանի էլեկտորալ բուկլետը, նայեք, Սարիկ Մինասյան, ոնց անենք որ լավ է, հա, Սարիկ Մինասյան։ Երևում է կորով։ Մի րոպե, սա շատ կարևոր հանգամանք է, սիրելի հայրենակիցներ։ Նայեք։ Սարիկը Մինասյան ունի այս ձևի պլակատ, բաներ, ոնց հետ բերեմ որ եւա։ Կարող գտնել իրան, այս բաները կարող եք դուք գտնել նաև Facebook-ում, չգիտեմ, Google-ը կգտնեք։ Այստեղ գրված է քաղաքացիական պայմանագիր, Սարիկ Մինասյան քաղաքացիական պայմանագրի լոգոն է, ձեռքերը մարտի 30-ին վերևում քվեաթերթիկ համար 1, հեսա այստեղ եւ տեղական ինքնակառավարման ընտրություններ։ Այսինքն Սարիկ Մինասյանը գրել է, որ ես քաղաքացիական պայմանագրի տեխնացուն եմ, չէ, ցույց է տվել իր բաների վրա, եւ որից հետո Նիկոլ Փաշինյանը նաեւ ընտրությունների ժամանակ
ընտրարշավի ժամանակ գնացել է ուրա Նիկոլ Փաշինյանը։ Ես ուզում եմ արձանագրենք, թե ապօրինի գույքի վերադարձի քանի ինստիտուտ կա այսօր Հայաստանի Հանրապետությունում։ Դրանցից մեկը քրեական գործերով գույքի բռնական Այսինքն այդ համակարգով Նիկոլ Փաշինյանը գնացել է Գյումրի եւ ու ապօրինի գույքի մասին ելույթ է ունենում։ Քաղաքական ելույթ ու սրում է ընտրարշավը քաղաքականացնում է, որը բնականաբար Սարիկի բախտը դե вообще չի բերում, բացարձակապես։ Հետո գալիս Արգիշտի Մեխակյանը, ասում է, պարոն վարչապետ, նայեք, Սարիկի բուկլետն է էլի, տեսեք, քաղաքացիական պայմանագիր գրված է։ Հետո գալիս է Սարիկը Մինասյան, չէ, Սարիկ արդեն կրվում է, գնում է դառնում այլ ցանցի պետ, հետո գալիս է Արգիշտի Մեխակյանը եւ ասում է, իմ բուկլետը պետք է լինի այս սենց։ Արգիշտի Մեխակյանի բուկլետը նույնպես կարող եք գտնել, եթե չի երևում այստեղ։ Ինչ է այստեղ։ Ոչ միտեղ չկա գրված քաղաքացիական պայմանագիր, գրված է 7, այսինքն Ժորժ ջան 7-ին ընտրեք, 7-ին, Նիկոլ, բան չգիտեմ, 7, դուք 7 եք ընտրում։ Գործ չունեք, Ղարաբաղ, Մարաբաղ, Արցախ, պատերազմ, մի տես բաներ քննարկեք։ Ընտրում եք 7-ը, եղավ, հա։ 7-ա գրած, բռունցքներն է դրած, այս բարևը քաղ պայմանագրին է 7 բարև, տեսեք, երևից մոտիկացրեցի։ Ու քաղաքացիական պայմանագիր չկա քաղաքացիական պայմանագիր։ Ինչու է սա հին հանրապետական մեթոդաբանություն։ Ռեյտինգային ընտրակարգի ժամանակ հանրապետականի տեխնացուները Ժորժ ջան, ինչ էին անում։ Ասում էին ախպեր Սերժ Սարգսյանին չեն սիրում։ Չի սիրում ժողովուրդ, արդեն 16-17 թիվն է։ Ինչ է պետք անել։ Այսինքն ՀԿ-ն հավաքում է 7000, տեխնացուն հավաքում է 14000, ո՞նց է լինում։ Դեռ տեխնացուն ասում է Ժողովուրդ ջան, ես եմ ձեր ժողովուրդ, ես ձեր ծոցից դուրս եկած մարդ եմ։ Հասկացանք չեք սիրում Սերժ Սարգսյանին։ Ինձ ընտրեք, այ ախպեր, ու տենց իրանն էին ընտրում, եւ տենց հետո ձայնը գնում է Սերժ Սարգսյանին, ինչքան ասում ես դու բացատրի ժողովրդին։ Հետ են գալիս մեր օրեր, հաջորդ ստրատեգիան, որ կիրառում է Նիկոլ Փաշինյանը, այսինքն ատամները կրճտացնելով համաձայնում է, որ իր կուսակցության անունը չպետք լինի, հանում են, միայն լոգո, միայն թիվ եւ լոգո, այսինքն Սարիկի սխալները չեն կանում, ելույթներ չի լինելու, Նիկոլ Փաշինյանը չպետք է գա վաղարշապատ ելույթ ունենա։ Ոչ մի ելույթ վաղարշապատում, ինչու որտեվ գալիս է, քաղաքականացնում է, սրվում է մարդիկ ելնում են տնից գնում են ընտրական տեղամաս, Բիավկեն, բանը ռուսերեն եմ ասում, մասնակցություն ընտրությունների աճում է իր ռեյտինգ, իր բանը, իր ձայների թիվը իջնում է, այսինքն տոկոսային։ Եվ ինչապետ շատ փոշի, եւ հիմա 14.8% ընդդիմադիր ձայները փոշիացել են այստեղ ամասում։ Ինչու՞։ Դե ընդդիմադիրները չեն խոշորացել։ Առանձին, ասես իրաց դրոշները վեգալ է գնացել են, որ մենք գնում ենք հաղթենք են։ Այս Գյումրից հետո ասել եմ, որ մի արեք, իրանք էլի արել են։ Այսինքն ինչ է արել։ Փաշինյանը դասեր է քաղել Ժորժ ջան, ինքը ճկուն է։ Ինքը ճկուն է, ընդդիմությունը ճկուն չի, եւ այս պարագայում տեղի ունեցել է հաղթանակը, եւ այս հաղթանակը կարելի է ասել, հա, հաղթել են, բայց բացատրում են ոնց են հաղթել։ Քարտեզը փոխել են ընտրական քարտեզի իման վրա դրել են տեխնացու, զվուկը քաղաքական իջացրել են, այսինքն ձայնը, որ Նիկոլը ելույթ չունենան, ոչ ոք պես չգնում ելույթներ ունենում, բան, հաղթելուց հետո կարակ գակ են Ալենը լայվեր անում, նայեք ոնց են կրե, բան, ասենք Ալենը կարակ նա ելույթ ունենար, ասել, ընտրեք Ագիշտի Մեխակյանին, բարձր նվազելու է ձայները։ Բնականաբար չեն թողել գնա եւ չեն գնացել եւ այդ հարցը լուծվել է, այսինքն որոշվել է, որ ատամներները կրճտացնելով ախպեր ջան, Գյումրիի նման մի եկեք ստե ելույթներ ունեցեք։ Ящик, Range Rover հետ կբերենք, բան այդ ելույթները մի ունեցեք, ապե մի եկեք վաղարշապատ դրա մասին ելույթ ունեցեք։ Արգիշտի Մեխակյանը բնականաբար այդ համայնքում 4 տարի աշխատել է, Խոյ համայնքում, իր վստահելի թիմով, մարդը պետական բյուջեի ծրագրերն արել է, բնականաբար ունի իր էլեկտորատը այնտեղ, եւ այդ էլեկտորատը բերե գումարել է Իջմիածին քաղաքին եւ արել, այսինքն նույն բանը անեին Գյումրիում, Գյումրիի վիճակը տենց չէ լինի, այսինքն Սարիկ Մինասյանն ավելի շատ ձայն կտաներ, բայց այդ սխալներից մարդիկ դասեր են քաղել։ Ինչ դասեր է քաղել ընդդիմությունը, այս է հարցը։ Ինչ դասեր է քաղում ընդդիմությունը։ Հիմա բնականաբար ես այս ամեն ինչի մասին, տեսեք ընդդիմությունը կարող է նաեւ չհամաձայնել այս ընտրությունների մասնակցի։ Ի սկզբանե ասեցի էլի հայրենակիցներ, պարոն վարչապետ, հարգարժան ընդդիմադիրներ, ընտրական քարտեզը փոխվել է, մենք չենք մասնակցելու այս անարդար խաղին։ Ոնց որ գնաց բիլիարդ խաղալ ու բան անեն։ Այդ շարերը հանեն, ասեն դե արի խաղանք։ Տենց կլինի։ Տենց կլինի։ Ոնց է էլի այդ խաղի մեջ մտնում։ Եվ ընդդիմությունը համաձայնվել է մտել այդ խաղի մեջ արձանագրել այն ինչ որ կա էսա։
Էսա տեղի ունեցել Ժորժ ջան։ Սրանից պետք չի ինչ-որ վայ, վույ, հայ, բուդուլ, ես ինչ հետևություններ անել, որովհետև պարզ բացատրում ցույց եմ տալի ոնց են ընտրությունները անցկացել, ոնց են հաղթել։ Ես որ ասում եմ ընտրությունները կեղծում են, մինչև ընտրությունների օրը։ Դրա համար եմ ասում, մինչև ընտրությունների օրն է այդ ամեն ինչ տեղի ունենում։ Ընտրությունների օրը ոչ մի բան, ոչ մեկ տրցակ չի լցնում քվեատուփը, ոչ մեկ չի փող բաժանում ընտրական տեղամասի առաջ, չի լինում այդ բաները, որովհետև մինչև ընտրությունները տեխնոլոգիաները գործում են, աշխատեցվում են։ Որտեղ ոնց հարմար է, տենց անում են, դասեր քաղելով գնում են։ Հիմա ընդդիմությունը պետքա դասեր քաղի սրանից եւ պարլամենտական ընտրություններին չմասնակցի էշելոնավորված, որպեսզի այս 14.5-14.8% ձայնը փոշիացվել է, պարլամենտական ընտրություններին կարող է փոշիացվել մինչեւ 25% ձայն։ Ինչ որ ես հիմա տեսնում եմ, որ կատարվում է։ Հետեւաբար, որպեսզի այդ ձայները չփոշիացվեն, պետք է տեղի ունենան խոշորացումներ, ինչի մասին մենք խոսել ենք։ Բայց ինչպես ասում են, այդ մասին արդեն հաջորդ դասին խոսենք ապագայում։ Խնդրում եմ արձագանքեք մեկնաբանություններում ձեր կարծիքը գրեք, արտահայտվեք եւ մենք կշարունակենք ձեզ ցույց տալ այն ճանապարհը, որով պետքա Նիկոլ Փաշինյանը 2026 թվականին չլինի Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Մարդիկ հիմա կզարմանան վաղ շաբաթից հետո հնարավոր է այդպես։ Այո, հնարավոր է։ Լավ մնացեք։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։